գիտեք հասցեատերով է։ Լսեք, քաղաքապետի ենթակայություն, քաղաքապետը իր կարծիքը ասել է, ես 100 անգամ ասել եմ, երեք վարչապետը ասել է, հետևանքը, լսեք, գիտեք ինչն է կարևոր։ Կարևոր է, որ այդ հետևանքը հանրապետություն կուսակցությունը բանը գիտակցի։ Պետք է իրանք գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է։ Այդ հետևանքը կարող է այդ րոպեին չլինի, մի ժամից չլինի, բայց իմ կարծիքով հանրապետություն կուսակցությունը եթե հետևություն չարեց եւ իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, հանրապետություն կուսակցությունը ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց եւ վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալու։ Այսինքն ԿՊ-ն ամեն դեպքում կարծում է, որ չպետք է պաշտոնավարի, բայց դա թողնում եք հանրապետություն կուսակցության որոշման, ճիշտ եմ հասկանում։ Այո, ճիշտ եք հասկանում։ Այո, ես կարծում եմ, որ ինքը պետքա պատասխանատվություն վերցնի իր վրա եւ հանրապետություն կուսակցությունը ինչ որ ասում է Արամ Սարգսյանը ճիշտ է ասում։ Ինչ որ պատճառաբանություն բերում է, ճիշտ է ասում։ Որտեղ եք շահարկել տարբեր աշխարհակահաղական մի խաղեր, հա? Լսեք, դա էլ է պատճառը, իհարկե դա էլ է պատճառը, ես թվում է դա պատճառ չի։ Լսեք, ամեն ինչ ինքը ճիշտ է ասում, հարցը դա չի, այսինքն այն բանը, որ Հայաստանի Հանրապետություն գործում են ինչ-որ մարդիկ, ինչ-որ խումբ մարդիկ, ինչ-որ մարդիկ, որոնք ակնկալիքներ ունեն, որ իրանք իրանց անունը կդնեն բլոգեր, կեթան Մոսկվա կամ կեթան մեկ այլ երկրի մայրաքաղաք, կեթան ու կասեն մենք ձեր շահերը պաշտպանում ենք, մեզ միացած փուճուրիկ մեդալ տվեք եւ թուղթ տվեք, ակնհայտ է։ Հիմա մի րոպե, առաջարկը, այսօր առաջարկը բացվել է նոր ընտրությունների առաջարկների սեզոնը բացված է վաղուց։ Այն ինչ որ անում են դահլիճում նաեւ մեր այսպես ասած գործընկերներ, դա նույնպես հաջորդ ցուցակներում հայտնվել, այն որ բերում են նամակներ են տալիս, իբր ներողություն թող վերջացնեմ։ Ես դա արդեն ասացի։ Ես այն որ բերում են նամակ են տալի։ Դա չէ որ իրանք բոլորը հասկանում են, որ քաղաքացիական պայմանագիրը, որը որ սարի պես կանգնած է իր վարչապետի շուրջը, ասենք ինչ է 2021 թվականին պատերազմից հետո է քաղաքացիական պայմանագիրը այն ժամանակվա իմ քայլը չքանդվեց հիմա իրանք տենց լուրջ մտածում են որ 18 հոգի մարդ բանաստուղ է հետ կապած այսօր հրապարակում կար ճիշտ հերքեք որ վերջին վարչության նիստում Հայկ Սարգսյանի հետ կապված է լուրջ խնդիր եղել որ նա որոշ նախագծեր է բերում ակնարկում է թիմակիցների այս կամ այն մասով որևէ այսպես կոռուպցիոն գործընթացների մեջ այսպիսի դժգոհություններ եղել են Հայկ Սարգսյանի որևիցե բան ինչը որ քաղաքացիական պայմանագիր վարչության նիստից հետո հայտարարվել է ավել ես ոչ իրավունք ունեմ ասելու ոչ ճիշտ եմ համարում այն ինչ որ հայտարարվել է դա ասվել է այն հայտարարության մեջ որը եղել է նիստից հետո քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեջ մենք մշտապես բոլոր մամուլի մեջ գտած հարցերը մշտապես քննարկում են մի րոպե շողից սպանել ես բոլոր մշտապես բոլոր այն բաները որոնք որ դուք ասում եք որ դա չի քննարկվում հետևանք չի ունենում հետևանք ունեն ոչ միայն իրավական առումով այլ նաև քաղաքական գնահատականի առումով եւ քաղաքական վերլուծության առումով եւ այդ մենք ունենք ինքնակնդատության օրեր եւ այլ եւ դա նաև վերաբերվել է ինքնակնդատության օրերից մեկի ժամանակ չկա տես բան սխալ են ասում նման բան չկա իդեպ հարցազրույցս 2 ամսի 9-ին կնայեք դրա այդ հարցին էլ եմ անդրադառնում նման բան չկա Պարոն Սիմոնյան երբ որ դուք ասում եք ձեր թիմն է դատապարտում եք այդ խաղապետարանի դեպքը եւ ասում եք որ ձեր կարծիքով այո պետք է պաշտոնավարումը դադարեցնի հանրապետություն կուսակցությունների Ես իմ կարծիքն եմ ասում Ես հասկացա բայց սա արդյոք նշանակում է որ քաղաքապետը նրան ազատելու կաշկանդվածություն ունի որ կոալիցիան չփլուզվի Եթե չեմ սխալվում, պարոն Սարգսյանը արդեն հայտարարել է, որ նույնիսկ եթե նման որոշում կայացնի, կոալիցիան չի փլուզվելու եւ ինքը չի սատարելու այն ուժերին, որոնց ինքը համարում է ռուսամետ եւ տարբեր տեղից դրած։ Ուստի ձեր հարցը, կարծում եմ, պատասխանը կա այդ հայտարարության Պաշտոնը վայր դնել է եւ կոալիցիան բաժանել է դա տարբեր բաներ են մեկ երկրորդը դա որևիցե կերպ չի նշանակում եւ չի կարող նշանակել որ դա քաղաքապետին ինչ որ ձևով սպառնում է ես չեմ կարծում որ հանրապետություն կուսակցությունը սկսելու է իրեն
նման հակառակ կուսակցության հետ որևիցե ձևով համագործակցել եւ նման մտավախություն չկա, ոչ, գիտեք ինչ, իրանք մեր գործընկերներն են, մենք իրանք հարգալից ենք վերաբերվում եւ ինչպես ես ասացի, պարոն Սարգսյանի բոլոր ասած հիմնավորումները ես համարում եմ ճիշտ եւ տեղին, բայց դուք ինչ թողեցիք ես ավարտեմ։ Միևնույն ժամանակ քաղաքական պատասխանատվություն վերցնելու բան է պետք, համարձակություն է պետք եւ այդ համարձակությունը եթե իրենք դրսևորեն, նույն Տիգրան Տեր-Մարգարյանը դրսևորի, պարոն Սարգսյանը դրսևորի, ես վստահ եմ, որ դա միայն Եվրոպամետ, ազատ մտքի, ազատության ջատագով ուժին միայն դրական բան կբերի հաջորդ ընտրությունների ժամանակ։ Շոկի ջանից մեզ կամ ազատություն ռադիկալ, շնորհակալություն։ Ինչու Տիգրան Աբինյանը չի ազատում քաղաքապետին։ Ինչու չեն ուղարկում Մոսկվա, որովհետև Ալիևը ուղարկում է ու չի գնում։ Հիմա մենք հակառակը չենք գնում ենք ու չենք։ Ես չգիտեմ ինչի չենք ուղարկում, դա իմ տիրույթում չի որոշում։ Բայց հետո հավքի միջոցառումը չէ, ինչ կապ ունի դա։ Չգիտեմ, ես ձեզ ասեմ, ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը պայմանավորված է միայն եւ միայն այն հարգանքի տուրքով, որ մենք վետերաններ ունենք, ես էլ եմ մենք հատ այդ մահացել են մարդիկ 80 տարի անց էր, ես նույնիսկ ինչ որ մարդկանց իմ այսպես ոչ թե միջոցներով իմ մի խոսքով իմ հնարավորությունով մենք մարդ ենք ուղարկել, մեր պատգամավորներից էլ մարդ գնացել, մենք չենք կարա այդ մարդկանց արածը ուրանանք, հա, նես չի որ ենթադրենք ինչ որ այլ շքերթա կամ այլտեղ ինչ որ բան ա եղել, մենք հրավեր ա եղել, մենք չենք գնացել եւ կարծում եմ վարչապետի մասնակցությունը ներողություն այդ բառի համար բոլ-բոլ է։